համակարգը հաստատված է։ Հենց պարոն Սարգսյան, ձեր նախագծից էլ սկսենք, ես հիմա ամփոփաթերթը նայում եմ, ըստ էության բոլոր կետերի մասով կոնսենսուս կա ու լրամշակված տարբերակն էլ արդեն պատրաստ է, խնդրեմ։ Պարոն Թունյան, 30-ից ավել առաջարկ ա եղել, բոլորը ընդունել են բացառությամբ 1-2 առաջարկների, խնդրեմ մի հատ վրայով անցնենք։ Սկսենք Ուզում եք սենց անել, պարոն Սարգսյան, որ առաջարկը չեք ընդունել, դրանց մասով ասենք, այն մնացածը հետո ամփոփ ինչա մնացել տակի այդ ներկայացնենք, որ ավելի հասկանան, մարդիկ չխառնեն իրար։ Վիճակախաղերի մասին օրենքում բոլոր փոփոխությունները, առաջարկները մոտ 15-16 առաջարկ ա եղել, բոլորը ընդունել եմ։ Վիճակախաղերի մասին օրենքը կարող ենք համարել նորմալ։ Շահումով խաղերի մասին օրենքը այս պայդրությամբ համարենք ընդունելի, հետագայում, եթե առաջարկներ լինեն, էլի կքննարկենք ու ստեղ խնդիրը մեր մոտ խաղային գործունեության կարգավորման մասին օրենքն է, որտեղ 5-րդ հոդվածում նշվում է, մենք նշում ենք այն անձանց, ովքեր չեն կարող մասնակցել խաղային գործունեությանը ու 5-րդ կետում նշվում է հետևյալ կերպ, օգտվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից, սրանից հետո սահմանափակում է մտցվում, որոնք չեն գրում տնտեսական կամ խթանիչ բնույթ, կապված են անձի սոցիալական վիճակի հետ, սրանից հետո ձևակերպվում է հետևյալ կերպ, եկամտային հարկի գծով վերադարձվող գումարները նույնպես չեն օգտագործվել խաղալու նպատակով, չեմ հասկանում, այս ինչ է նշանակում։ Հա, գրել են եկամտային հարկի գծով վերադարձվող գումարները նույնպես չեն օգտագործվել խաղալու նպատակով։ Պետք է խմբագրվի հետևյալ կերպ, եկամտային հարկի գծով վերադարձ ստացող անձինք նույնպես չեն կարող մասնակցել խաղերին։ Այսինքն ձևակերպումը, որ ճիշտ տրվի։ Եկեք սենց անենք, պարոն Սարգսյան, նայեք, իմ ձեռքի տակ հիմա ամփոփաթերթով իրանց առաջարկները կան ու ձեր կողմից, որոնք որ ընդունվել են, նշումները կատարված է, ստեղ եթե ամփոփենք, հետևյալն է գալիս, որ վարկային այդ սահմանափակումների մասով այդ առաջարկը ընդունել եք, այդ սպառողական վարկերի մասով կշռող այդ մասը ընդունել եք, եկամուտների հայտարարագրման մասով չեմ ընդունել, բայց գրած է մեր մոտ չես խաղալ մի րոպե։ Գիտեմ տենց է գրած, ինձ են ուղարկել, բայց այդ կետը չեմ ընդունում։ Այս առաջարկն է, ձեռնպահ մնալ նախագծով առաջարկվող խաղերին մասնակցության թույլատրելի չափը յուրաքանչյուր տարվա համար հայտարարված տարեկան եկամտի նկատմամբ այդ կետը չեմ ընդունում։ Բայց խեն գրել ընդունվել է։ Ես կառավարությունում եմ երկու անգամ ասել, որ չեմ ընդունում, երեք եմ ասել։ Ես ո՞նց եմ ուղարկել, բարձրացած է տարբերակ։ Դե ես առաջարկում եմ նախորդ տարբերակով գնանք, պարոն Սարգսյան, չխառնենք իրար, նախնական տարբերակով կընդունենք, որովհետև հիմա որ բանը, իրանք ուղարկել են այս ամփոփաթերթը, այսինքն ստեղ նշել են, որ դուք սա ընդունել եք, ըստ այդմ լրամշակված տարբերակ, որ չեմ ընդունում, չենք հասնում ուղղակի ժամանակային իմաստով։ Մինչև 12-ը կանենք, մուտք կանենք։ Մինչև 10-ն է։ Մենք կանենք դա, մինչև 12-ը կանենք, խնդիր չկա։ Գիտես խեմ տենց ասում։ Մի 50 քանի փոփոխություն կա։ Հիմա որոնք որ չեմ ընդունում դրանք թողենք, որ առաջինից երկրորդ ընթերցում արդեն հեշտ լինի մեր աշխատանքը։ Այսինքն կենտրոնանանք չհամաձայնվեցված կետերի վրա։ Էլի այս բոլոր կետերի Էլի կետ կա, այս մյուսը որն է, այս ամփոփաթերթի մեջ էլի կետ կա, որ իրան գրել են ընդունվել է, բայց փաստացի չէ։ Այս եկամտային հարկի մասն է հաջորդը, եկամտային հարկի հետ վերադարձ։ Ձևակերպումը չեմ հասկանում իրանց։ Գրել են եկամտային հարկի գծով վերադարձվող գումարները նույնպես չեն օգտագործվել խաղալու նպատակով։ Այդ դեպքում մի քիչ բարդ, այսինքն մի քիչ չէ, ակին բարդան մգիտեք ինչ առումով։ Հիմա նայեք, որ մասը դուք ընդունել եք, ու որ մասը չեք ընդունել, այս վերջնական նախագծի տեքստը
պիտի ըստ էս ընդունված ու չընդունված առաջարկների տեքստը տենց խմբագրվի։ Հիմա ժամանակային առումով ես վստահ չեմ, ժամը 4-ին խորհրդի նիստա, որտեղ պիտի օրակարգ ու դրանից որոշ ժամանակ առաջ մենք պիտի հանձնենք։ Իմ առաջարկը ավելի շատ ձեր օգտին, այսինքն ես ասում դուք բերեք նախնական տարբերակով ինչ առաջարկել եք։ Շատ լավ, Այդ տարբերակով էկոնոմիկայի նախարարությունները դրան դեմ ասում են, որ սխալ սպասումներ չեն եկել։ Մենք բանավոր կասենք այդ մասերը, այսինքն վարկավորման մասով այդ առաջարկը բանա ընդունել եք, այն մյուս պարոն Զաքարյանն եկավ կակրաս, հեսա մի հատ այս մասը հասկանանք։ Մեկ էլ բանի հետ կապված, պարոն Սարգսյան, հիմա եթե մենք ասում ենք, որ օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից հետո 10-րդ օրը, բայց այնտեղ բաներ կան, որ օրինակ նույնականացնելու համակարգերը ներդնելու Շահումով խաղերն ու վիճակախաղերն անմիջապես են մտնում ուժի մեջ, իսկ խաղային գործունեության կարգավորման մասին օրենքը 2027 թվականի հունվարի 1-ից։ Գիտեք, որ մասն է ասում, իրոք էս ասեմ նշել եմ օտես բանը շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի խաղատների մասին է, հիմա օրինակ ստեղ գրածա օրենքով նախատեսված կենսաթոշակային տարիքը լրացած քաղաքացիներին արգելվում է այն բանկային քարտերի օգտագործումը, որոնց հաշվին մուտքագրվում են կենսաթոշակային միջոցներ, լրիվ հասկանալի բան է, սահմանափակում է, բայց հիմա մինչև այս համակարգը տեխնիկապես կբն անելու։ Կարան անել, օրինակ դուք նշել եք ժամանակն եմ ասում, էլի, օրինակ Անմիջապես են անելու դեսի կբն։ Կարողանալու են, երկու անգամ էլ է կենտրոնական բանկը ասում է կարողանալու ենք անելու, հետո վերջին պարզվել է։ Էթիկայի հարցը արդեն։ Շատ լավ։ Պարոն Զաքարյան, այս հարցին էր վերաբերում։ Ձեր առաջարկների հիման վրա ամփոփաթերթը, որ հիմա մեր ձեռքի տակ է, առաջարկներից մեկը, որը վերաբերում էր եկամտի որոշակի տոկոսով սահմանափակելու։ Հիմա ամփոփաթերթում նշված է, որ հեղինակը այդ առաջարկը ընդունել է, բայց պարոն Սարգսյանը ասում է, ես չեմ ընդունել այդ առաջարկը։ Այս ուզում եք հասկանանք, այստեղ ինչն է պատճառը, էլի, որ սենց է։ Դե ըստ ամենայնի եթե այն կետն է, որտեղ կառավարությունն ու պարոն Սարգսյանը անհամաձայնություն ունեն, եւ եթե այս բանին պարոն Սարգսյանը չի ընդունում, կանք իր տեսքով անցկացնենք, հետո մենք առաջին երկրորդ ընթացքում շարունակենք քննարկումը, որտեղ հստակ անհնար է դա կիրառելը, բայց դե քննարկման առարկա պետք է քննարկենք մեր գործընկերոջ հետ, հասկանանք ինչ լուծում ենք ստանում։ Չէ, կիրառելի է, կիրառելու առումով, տեխնիկայի առումով այս փոփոխությունները ես հանել եմ ձեր առաջարկով, վիճակախաղերի եւ շահումով խաղերի մասին օրենքներից, թողել եմ այն խաղային գործունեության մասին օրենքը, որը օպերատորի ներդրվելուց հետո աշխատելու ամբողջությամբ կիրառելի է ու հնարավոր է քննարկել, այսինքն բովանդակային քննարկումը շկալանք ստեղ մտնենք, իմ համար անընդունելի է, որ թույլատրելի չափ չլինի։ Ուրիշ բան, եթե կառավարությունը ասի 20% չլինի, թողենք 30% պարտվի կամ 50% պարտվի, բայց որ շեմ չլինի, իմ համար անընդունելի է սկզբունքորեն ու պետք է կապման մեջ լինի։ Մարդուն չենք կարող թողենք իր աշխատավարձից շատ պարտվի կամ իր ամբողջ աշխատավարձը պարտվի, իր եկամուտը լավ։ Ու պետք է հստակ շեմ սահմանվի։ Եթե 20%-ի շուրջ կարանք բազարանենք, բայց ուրիշ հարցով չէ։ Պարոն Սարգսյան, եկեք սենց անենք։ Հիմա բովանդակային առումով չքննարկենք, որովհետև վերեք ուղարկել ենք։ Իմ հարցը մենակ այս անհամապատասխանությանն էր վերաբերում։ Մեկ էլ բանի հետ կապված, եկամտահարկի հետ վերադարձի հետ կապված, ձևակերպումը հետևյալ կերպ եք տվել։ Հիմա պարոն Թունյան, առաջարկում եք փոփոխություններ իմ սկզբնական տարբերակով Հիմա ասեմ ոնց անենք։ Մենք հիմա, քանի որ ժամանակ էլ չենք ունենա, հիմա տարանջատենք, որն անդում է, որը չէ, նախնական տարբերակով սա կընդունենք, որ մարդկանց մեջ բան թյուրիմացություններ չառաջանան, դուք կթվարկեք այն կետերը հատուկ առանձնացնենք, որոնք կառավարության հետ համաձայնություն կա, այդ արգելափակումը, թոշակային քարտերը եւ այլն, մնացածը մենք միջև երկրորդ ընթերցում աշխատանքային կարգով կքննարկենք, կհրավիրենք էլի համ էկոնոմիկայի նախարարության, համ Պեկին, համ կենտրոնական բանկին, բայց եթե փաստարկները նենց եղավ, որ հիմա մեր համար օրինակ որպես հանձնաժողովի պատգամավորներ ավելի համոզիչ եղավ իրանց հակափաստարկները, մենք ձեզ առաջարկելու ենք
համաձայն էր կառավարության դիրքորոշման հետ։ Հիմա այդ էլ կախված կլինի արդեն ձեր Ես էլ ձեզ համոզել եմ, որ շատ լավ, որ այդպես աշխատանք ենք գնա։ Հիմա հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ պարոն Սարգսյանի նախագիծը նախնական տարբերակով ընդունենք, որ բան տենց խոճապային շարժումներ չանենք, մեջն մի հատ սխալ թույլ տանք, հետո պարոն Սողոմոնյանը մեզ նկատողություն անի։ Դրա համար ովքեր են կողմ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծերի փաթեթին կողմ, միաձայն կողմ, պարոն Մինասյանն էլ չէ, ասում ես կողմ եմ լինելու, եւ ովքեր են կողմ, որպեսզի առաջարկենք նախագիծը ներառել առաջիկա նիստերի օրակարգ կողմ, միաձայն կողմ, հարակից զեկուցողով կլինի հարգելի գործընկերներ։ Պարոն Բագրատյանը կլինի հարակից զեկուցող, շնորհակալություն պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, բայց պարոն Թունյան իրականում աշխատանքային քննարկումը շատ օգտակար կլինի, Դե պարտադիր է, անհրաժեշտ պիտի անենք։ Ինձ թվում է փակ անենք, որ ավելի անկաշկանդ մեր կարող է բաներ լինի, պետք չլինի հրապարակային, կարող է մեզ սպասումներ ենք ձևավորում։ Մենակ խնդրեմ այդ մասով ձեր առաջարկները ավելի հիմնավոր տակ, ես էլ իմ հակափաստարկները կտամ, որ քննարկումները ավելի կառուցողական գնանք առաջ։ Մենք կազմակերպենք առաջին քվեարկությունից հետո կանենք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, այս հարցի քննարկումը ավարտվեց։ Հաջորդը քննարկում ենք իմ կողմից ներկայացված բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին, օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի փաթեթը ես երկու բառով ասեմ էլի խոսքը ինչի մասին է մենք ընդունել ենք բարձր տեխնոլոգիաների